Սիրելի ընկերներ, չենք ուզում չարաշահել ձեր համբերությունը եւ միանգամից ուզում ենք ներկայացնել 11 վայրկյանները։ Գիտեք ինչ է 11 վայրկյանը, մենք ներկայացնում ենք իրավիճակ, հետո ներկայացնում ենք այդ իրավիճակից ինչ է տեղի ունեցել 11 վայրկյան առաջ։ Եվ միանգամից առաջին 11 վայրկյանը պատկերացրեք շենքում։ Բաքում։ Արա, այս ժամին ինչ ես անում դուսը։ Հեսա հորդ զանգում եմ ասել։ Լավ էլ հապոցա, խնդրում եմ։ Ոչ մի հապոցա, արա հարութի կարա։ Ինչ գործ ունես այս ժամին դուսը։ Զանգում եմ ասեմ հորդ։ Ախպերական չի, խնդրում եմ, էլ հապոցա։ Արա ժամը 11:55-ա, դու ինչ գործ ունես, զանգում եմ հորդ ասեմ։ Խնդրում եմ, մի արա էլի տեսա։ Դու աստա ծխմել ես։ Չէ, ինչ ես ասում, ցավը տանում, չէ։ Արա ինչ։ Չէ, խնդրում եմ, պապա մի ասել, ավտոտ մի շաբաթ կլվամ, հա։ Ես ավտո չունեմ, զանգում եմ։ Դա ինչ անում, շորը կսրտեմ, մի Ոտներս կարաս լվաս։ Դելա Զանգում եմ հորդ։ Չէ, ախպերական չէ, էլի պապա չէ, խնդրում եմ չզանգես։ Նայ քանի ոտերի վրա բարիշել է։ Չէ։ Կարաս մաքսիմում մի հատ խփես այդքան։ Արա խփեն, որի ժամը 11:55-ա, լակո դու ինչ գործ ունես դուսը։ Դե մի։ Հետ խփ, արա։ Զանգում եմ հորդ։ Ախպորպես պապային չզանգես։ Խնդրում։ Արմեն ջան։ Լավ չեմ ասում։ Արմեն ջան։ Արա չէ։ Արմեն ջան տղետ դուսն է։ Դե լավ։ Այս իրավիճակից նայեք ինչ կարող անեմ, հոպ։ Այս իրավիճակից 11 վայրկյան առաջ։ Հարութիկ։ Հա։ Ես ինչ ես անում ժամը 11:55 դուսը։ Ժամը 12-ին պապայի ծնունդն է, սուրպրիզ եմ պատրաստել, տորտ տանեմ տամ։ Զանգում եմ հորդ ասեմ։ Չէ,